Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես, երեք Նիկոլ Փաշինյանը իր հայտի չափուչը էլի ձեռքն է վերցրել, գլուխները ջնջխել ենք, մնացել են վերջին երեքը, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը ինչ է տեղի ունենում և մենք վերջերս նաև ականատեսը եղանք, ձեզ հետ առիթ չենք ունեցել խոսելու այդ իր բղավոցների, կզացնելու եմ, սատկացնելու եմ, այո սպառնում եմ, սատկացնելու եմ, մասկաները հանելու եմ, շատ տեղություն եմ խնդրում, ուղիղ մեջբերում եմ անում, կողելու եմ համապատասխան տեղները և հետո նաև կխոսենք, թե ինչ կռիվ ունի այն մարդկանց հետ, ովքեր ողջ են մնացել, համեցեք։ Ուրեմն, գիտեք, այդ չակուճը, չեմ ուզում մուրճ ասել, հա, Իրանը չակուճը։ Չակուճը իր հոգում է, իր ներսում է, միշտ է եղել։ Պարզապես ինքը ժամանակ առ ժամանակ կարողացել է շատ լավ քողարկել այդ չակուճը, ինչ-որ սիրո խոնարհումի թեմաների ետևում։ Այնպես որ ինքը այսօր հիմա այս ուրեմն ընտրարշավի ընթացքում եւ նաեւ եկեք խոստովանենք դրանից նաեւ շատ առաջ ինքը անկեղծ է, որովհետեւ իր միակ զենքը, որը ինչ որ չափով աշխատում է, մնացել է այդ սպառնալիքը, այդ չակուճ կոչվածը, եկեք մենք միացնենք նաեւ այդ մյուս իր արտահայտությունների հետ միասին, սպառնալիք բառի ուրեմն տակ։ Ինքը սպառնում է, ինքը վախեցնում է, հա, եկեք մենք չմոռանանք, որ երբ սրանք եկան իշխանության, հա, ուզուրպացրեցին իշխանությունը սիրո, արդարության, հա, չգիտեմ, դուք եք երկրի տերը եւ այլն, այս ուրեմն մտքերով, այս գայթակղիչ բառերով շատ շուտով հենց իշխանությունը գրավելուց հետո, հիշում եք, ասֆալտին ծեփել, պատին ծեփել, բորդյուր ուտել, չգիտեմ ինչ, այս բոլոր արտահայտությունները արդեն մի անգամից դուրս եկան։ Այսինքն իր հոգում պահված չակուճը, հենց որ ինքը իր ձեռքին իշխանություն ունեցավ, ժամանակ առ ժամանակ սկսեց այսպես իրեն տեսանելի դարձնել։ Հիմա ինքը ոտքից գլուխ չակուճ է դարձել եւ չի թաքցնում։ Գիտեք ինչ, իրենք շատ լավ հասկանում են ինքը իր այսպես կոչված թիմը եւ բնականաբար նաեւ իրենց կոորդինատորները, ովքեր թելադրում են իրենց գործողությունները եւ իրենք պարզ կամակատարներ, որպես բայց լավ կատարողներ իրականացնում են, հասկանում են, որ այսօր այս 8 տարվա երկար ու ձիգ մղձավանջային տարիներից հետո նույն բառամթերքով, նույն ստով ու կեղծիքով մարդկանց ծուղակը չես գցի։ Արդեն եթե ինքը ասի սիրում եմ, խոնարհվում եմ, այլև այլ ինչ-որ խոստումներ տա եւ այլն, չնայած դրանք ժամանակ առ ժամանակ այսօր էլ այսպես երևում են, դրանք հնացած ժանգոտված գործիքներ են, դրանք չեն աշխատում։ Կամ շատ թույլ, հա, այդ խայծը միայն կարող են կուլ տալ այն մարդիկ, ովքեր կարծր իրենց դիրքորոշումից, դեռևս 18 թվականին ձևավորված դիրքորոշումից, ինչ-ինչ պատճառներով արդեն իրենց հոգեբանական յուրահատկություններից ելնելով մնացել են այդ դիրքորոշումների վրա։ Եվ եթե այսօր էլի ասի սիրում եմ, խոնարհվում եմ, չգիտեմ, արդարություն եւ այլն, այդ մարդկանց համար սա իրենց սնուցելու համար լավ կերակուր է, բայց այս մարդիկ քիչ են։ Մեծ մասամբ մարդիկ բախվել են ճշմարտության մեջ եւ գիտակցությունը այդ վերահսկված վիճակից, դա կոչվում է գիտակցության վերահսկում, հա, արդեն մարդիկ դուրս են եկել, դուրս են գալիս։ Վկա այն հանդիպումները, որոնք տեղի են ունենում Հայաստանի տարբեր կետերում եւ ուրեմն գտնվում են մարդիկ, ովքեր այո խիզախում են, քաղաքացիական խիզախություն են հանդես բերում եւ ճշմարտությունը նետում են ճակատին։ Հիմա ինչու այդ գարշելի խոսելավոճը, այդ գարշելի բառերը, ինչու այդ ագրեսիվ սպառնալից ուրեմն արտահայտությունները, որովհետեւ տեսեք, ուրեմն միանգամից պատասխանեմ եւ իրենք հասկանում են, որ իրենց միակ եւ ամենաաշխատող զենքը, գոնե ինչ որ չափով աշխատող այս պահին, մնացել է սպառնալիքը, մարդկանց վախեցնելը, էլ սիրո խոստումներով եւ այլն ծուղակը չես գցի մարդկանց այսօր։ Այդպես տառապան կփորձ ունի, հա, այսպես ասեմ։ Իսկ վախը
Նախ ի պատասխան ձեր հարցի, իրենք իհարկե վախեցած են։ Այսօր բոլորս իրենք էլ մեզ հետ միասին, գիտեք, կանգնած ենք մի հետաքրքիր, այսպես ճամփաբաժանի առաջ։ Կենաց ու մահու կամ ինքնասպան ենք լինում, ազգովի, հա, եթե նորից ինչ որ խայծեր ենք կուլ տալիս կամ այս վախն ենք կուլ տալիս, հա, սպառնալիքներն ենք կուլ տալիս, գնում ենք դեպի ինքնասպանություն, բառից բուն իմաստով եւ հոգեվոր եւ ֆիզիկական իմաստով, կամ գնում ենք դեպի կյանք, դեպի կենսունակություն, դեպի զարգացում եւ ինչու ոչ հնարավոր թռիչքներ։ Հիմա իսկ իրենց համար, սա մեզ համար, իրենց համար ինչու է կենաց ու մահու։ Գիտեք ինչ, եկեք իրենց ոչ ադեկվատ չհամարենք, հա։ Իրենք ադեկվատ են, իրենք ուղղակի այդպիսին են, իրենց բարոյական կերպարը այդպիսին է, իրենք չունեն, այդպես լինում է, գուցե բարոյապես հասուն մարդու համար դժվար է պատկերացնելը, հա։ Մեկ էլ ասում ենք հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի, հանուն չգիտեմ ինչի, Փաշինյան, էս սենց արա, այնց արա, մի արա։ Սրանք սին խոսքեր են, սին կոչեր են, հա, սա այսպես դեպի պատը ուղված ինչ-որ մի բան է։ Իրենք իհարկե վախեցած են, որովհետև իրենք ադեկվատ են, շատ էլ ադեկվատ են, իրենք մտածված ու գիտակցաբար արել են, այնինչ արել են, իրենք չունեն մեղքի զգացում, չունեն ամոթի զգացում, չունեն խղճի խայտ, իրենց համար կա մի սրբություն, իրենց եսը պաշտպանելը, նաև շատ լավ հասկանում են իրենց արածը, որ իրենք այսպես շալակած ունեն հանցագործությունների այնպիսի մի քանակություն, որ եթե իրենք կորցնեն աթոռը, ուրեմն իրենք կհայտնվեն արտարադատության առաջ, այսպես ասեմ, բայց աթոռը չկորցնելու մարմաջով իրենք թող հասկանան, որ այո, իրենք թեկուս կպած մնան այդ աթոռին, այդ աթոռի ոտքերի տակից գետինը գնում է, այդ աթոռը արդեն դնելու տեղ չունի, որովհետև ժողովուրդը իր ամբողջության մեջ թեթև թույլ բացառություններով ձեզ տանել չի կարողանում։ Գիտեք, վախը այո, ազդեցիկ բան է, եւ ձեզ թելադրողները ճիշտ են անում, որ ասում են վախեցրեք, այնտեղ մուրշն էլ կարելի է հանել, ամենասարսափելի ինչ որ սպառնալիքներ էլ կարելի ասել, աշխատող բան է վախը, բայց վախի հոգեբանությունը արխայիկ է, եւ իրենք, ես սա էլ շեշտեմ, բացի վախեցնելուց, իրենք մի պուտյուր գործիք էլ են օգտագործում, հաճույքը, այսինքն ինչքան որ շատ բնորոշ ու արխայիկ է վախի զգացումը, այդպիսին է նաև հաճույքի միտումը մարդու մեջ, ցանկացած նորմալ մարդ եւ վախի զգացում ունի ինչ-որ չափով, իհարկե չափազանցը արդեն վտանգավոր է դառնում եւ ունի միտվածություն դեպի հաճույքը, նորմալ է, մեզանից յուրաքանչյուրն ուզում է, որ իր կյանքում իր առօրյայում ինչ-որ հաճելի բաներ տեղի ունենան։ Իրենք նաև մյուս ձեռքով սա էլ են մատուցում, հա, փառատոններ, չգիտեմ, ինչ-որ համերգներ, խորոված, չգիտեմ, քաբաբ եւ այլն, մյուս ձեռքով սա անում են, այսինքն տեսեք ինչ են անում, մի ձեռքով այդ դամոկլյան սուրը իջած է մարդկանց գլխին, բայց այդ նույն մարդկանց ինչ-որ պստիկ հաճույքներ են պատճառում, նպատակը որն է, նպատակն այն է, որ մարդկանց գլխում առաջանա քաոս, երկու հակադիր մտքեր բախվեն իրար հետ։ Տեսեք, չէ, ոնց որ լավն է, տեսեք մեզ, չգիտեմ, մեր ուրախություն, փառատոն, ասում եմ, լավ կապրեք, ինչ թշնամի, ինչ բան, բայց դուք իմացեք, որ ուրեմն թշնամական միջավայրում, երբ դու ստեյության պատերազմի մեջ ես, ըստ էության քո թշնամին անընդհատ զորավարժություններ է անում, բաց ասում է, որ քո հայրենիքի վրա ինքը աչք ունի, իրենն է համարում, այդ հասարակության մեջ խաղաղասիրություն քարոզելը, պացիֆիզմ քարոզելը, հա, այն դեպքում, երբ ռազմական լրջագույն վտանգներ գոյություն ունեն, դա հանցագործություն է, մի հանցագործություն էլ դա է։ Նպատակը մարդկանց գլխում քաոս առաջացնելը, հասարակության մեջ քաոս առաջացնելը։ Եթե ուզում ես կառավարել մարդու վարքը, իր գլխում, իր մտքերում առաջացրու քաոս, հակադիր մտքեր, լավ, վատ,
տհաճ հաճելի, գեղեցիկ տգեղ, վտանգավոր անվտանգ։ Եվ այս վիճակում մարդը ինքը դժվար է սկսում կողմնորոշվել։ Եվ իրենք ուրեմն հասայել են առաջացնում, բայց իհարկե հիմքը շեշտը դնում են վախի վրա։ Իսկ վախեցած մարդը բոլոր դեպքերում կծկված մարդ է։ Մենք չմոռանանք, որ չնայած մեր ազգը, մեր ժողովուրդը արդեն մանավանդ այս ընտրապայքարի ընթացքում ավելի նկատելի է դառնում, դուրս է գալիս զոհի վիճակից, դուրս է գալիս, այո, դուրս է գալիս։ Եվ այդ վախեցնողները թող իմանան վախի մասին մի օրինաչափություն եւս։ Գիտես ինչ, երբ ինչ-որ բանից վախենում ես ու փախչում ես, փախուստի ռեակցիան, հա, վախի տրվող ամենա, այսպես տարածված ռեակցիաներից մեկն է, բայց քեզ վախեցնողը, հետապնդողը գնալով ավելի է սպառնում, ավելի է մոտենում ու դու հասկանում ես, որ արդեն վերջ, դու իր ձեռքում ես, ինքը իր սև գործն ուզում է անել, մարդկանց մեջ առաջանում է ինքնապաշտպանական, էլի շատ բնական ու շատ նորմալ հակազդումը, մարդը շրջվում է եւ սկսում է ինքնապաշտպանվել եւ այդ ինքնապաշտպանությունը կարող է այնպիսի պոտենցիալ արտնացնել մարդու մեջ, որ այդ թշնամին, որ ուզում էր իրեն ոչնչացնել, ինքը տեղում կոչնչանա։ Այսինքն այդքան շատ որ վախեցնում եք մարդկանց, այո, ինչ որ չափով աշխատում է, բայց շատ վախեցած մարդը, չափազանց վախեցած մարդը սկսում է ինքնապաշտպանվել։ Ինչ խնդիր ունի ողջ մնացածների հետ։ Մենք տեսանք հավում էր դու ինչ ես կենթանի, դու ինչ ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, չէ՞ նիկոպեր։ Այս մասով, եւ այդ մեկ մարդը դու ես։ Շատերը ասում են կինդ գնաց ջոկատով, որդիդ էր այնտեղ, դու ես գլխավոր գերագույն հրամանատար, բա ուր ես այդ մեկ մարդ, ինչու չեք զոհվել դուք։ Ուրեմն գիտեք, այդ կերպարը, այդ Նիկոլի կերպարը, ինչքան ուզում է բացահայտվում է, մեկ էլ ինքը այնպիսի կողմեր է բացահայտում իր անձի, որ նույնիսկ անսպասելի է։ Այսինքն բանից պարզվում է, այսքան արյուն ու ավեր բերելուց հետո ինքը պարզվում է բավարարված չի մարդը։ Այսինքն իր համար լավ հայը մեռած հայն է եւ ինքը երբ ասում է դու ինչի չես մեռել, հա, եւ այնտեղ իր ուրեմն մանկլավիկները կրկնում են, հա, այդ բաները, այդ նույն միտքը։ Այսինքն ինքը ուզում ասել ինչի եմ մենակ ես ասում, էլ մի հատ դուք էլ ասեք, հա, այսինքն ներքաշում է այդ հանցանքների մեջ, դա իրենց խնդիրն է։ Բայց ամենայն դեպս երբ ինքը այդպես է ասում եւ մյուս կողմից իր լեզվից այրին է եւ այդ մեկը դու ես եւ այդ մեկը դու ես, ժողովուրդ ջան, կենթանի հայը սրանց պետք չէ, որովհետեւ սրանք մեր ողերիմ թշնամու, որը մինչև այսօր մնում է մեր ողերիմ թշնամին, ինքներդ ձեզ մի խապեք, թուրքը հայի թշնամին է եւ այդ թշնամանքը ինքը անընդհատ ապացուցում է, որ ինքը մեր թշնամին է։ Ինչ է, մենք կույր ենք, չգիտեմ, խուլ ենք, չենք լսում, թուրքը մեր թշնամին է։ Իսկ այս մարդիկ թուրքի գործիքներ են։ Իսկ ինչ է ուզում թուրքը։ Թուրքն ուզում է, որ հայը գոյություն չունենա։ Նիկոլն էլ է ուզում, ասում է, ինչի՞ չեք մեռել։ Դե հիմա ինչ անենք։ Նիկոլին շատ ենք սիրում, իր այդ ցանկությունը կատարենք, ոչ, մենք պիտի գնանք դեպի կյանքը։ Հիմա ինչի վրա եմ ես ուզում շեշտը դնել։ Ինչպես մենք գնանք դեպի կյանքը։ Այս ընթացքում, այս ամբողջ երկարուձիգ մղձավանջային տարիների ընթացքում իրենց որոշակիորեն հաջողվել է կոտրել մեր ժողովրդի ողնաշարը։ Զոհերով, արյամբ, հայրենիքի կորստով, վախեցնելով, տնտեսական ծանր վիճակի մեջ դնելով, առօրյա հոգսերի տակ կքած պահելով։ Եվ սա ուրեմն ես անընդհատ 18 թվից այս մասին ասում եմ, սա կոչվում է հոգեբանական զոհեր դարձնել, վիկտիմիզացիա է կոչվում։ Հիմա մեր ժողովուրդը դուրս է գալիս այս վիճակից, հա, իսկ իրենց պետք է որ մենք լինենք։ Հիմա նետվում են այսպես խելամիտ թվացող առաջին հայացքից խելամիտ թվացող 4 թեզեր են։ Դե մեկը իրանք հաղթելու են, դե մեկը իր ձեռքին է ամեն ինչ իրանք են անցնելու, մեկը ինձանից ոչ մի բան կախված չի, ես ինչ կարող եմ անել, կամ բոլորը նույնն են։ Մի հատ եկեք մանրամասնորեն մտածենք այս թեզերի մասին, բոլորը նույնն են, լուրջ, մի հատ իրար կողքի դրեք, հա, այն մարդկանց, ովքեր եկել են առաջինգից,
եւ լրջորեն, ես չեմ ասում ինչ որ խամաճիկային ինչ որ ուժերի մասին, եւ լրջորեն իրենց վրա վերցրել են մեծագույն պատասխանատվություն Հայաստանի ուրեմն իշխանական լծակները ուզուրպացիայից ազատել եւ տանել կյանքի ճանապարհով։ Հիմա նույնն են, տարբեր են, շատ տարբեր են, նույնիսկ իրենց մարդկային կերպարով, էությամբ։ Ես կասեի ոչ միայն տարբեր են, այլև փոխլրացնող են, ինչը շատ կարևոր է։ Հիմա եկեք հավատանք ինքներս մեզ։ Ես շատ կցանկանայի այսօր հիմնական ապրումը, որ ես տեսնում եմ մարդկանց մեջ այսօրվա իշխանությունների նկատմամբ, դա զզվանքն է։ Տեսեք, այդ փողոցային փոքրիկ ռեպորտաժները շատ հետաքրքիր են։ Տեսեք մարդկանց դեմքի արտահայտությունը, երբ իրենց այսօրվա իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի մասին հարցնում են։ Իրենք այդ բառերն էլ զզվում եմ, խորշում եմ, չգիտեմ, հա, այս նողկում եմ, այս բառերն են օգտագործում։ Ժողովուրդ ջանքի չէ։ Ուրեմն փոփոխությունները, հա, կտրուկ փոփոխությունները, ստրկությունից ազատագրումը լինում է այն ժամանակ, երբ այո, զզվանքին միանում է զայրույթը։ Ես շատ կցանկանայի, որպեսզի դուք հավատաք ձեր ուժերին, եթե նույնիսկ կասկածում եք, ոչինչ կասկածելով գնացեք ընտրության, մի նստեք տանը։ Ամեն մեկը, եթե այդպես զզվելով, չհավատալով, նստեք տանը, այդ ձեր ձայնը հավատացեք, որ այսպես ոնց որ մի հատ փոքրիկ փոշեհատիկ փոքրիկ կաթիլ գնալու է եւ նպաստելու է իշխանությունների ողբերգական վերարտադրմանը։ Հարկավոր է գնալ ընտրությունների, անպայման գնացեք արժանապատվորեն, գնացեք ինքնավստահ եւ զայրացած եւ գրիչի մի հարվածով ձեր զայրույթը ու զզվանքը արտահայտեք այդ գրիչի մի հարվածով, հավատացեք, որ դա կարևոր է։ Գիտեք ինչ, եթե կարևոր չլիներ, հա, ձեր ձայները կարևոր չլիներ։ Իրենց հաճույքները, խնջույքները, չգիտեմ, ճանապարհորդությունները թողած կընկնեին դռնեդուռ, գյուղ, քաղաքից քաղաք, ձեզ հետ ինչ որ զրույցներ կունենային, ձեզ կժպտային, ձեզ կգրկեին, հայ միջալոց մի թողեք, հա, ձեր երեխաներին սրանք գրկեն։ Մի թողեք այդ անեծքը, թող ձեր երեխաների վրա չգա, հա, պետք չի։ Հանգիստ թողեք երեխաներին, որ սրանք գրկեն ձեր երեխաներին, շոյեն, չգիտեմ ինչ անեն։ Ուրեմն իրենք չէին, հա, այդպես ընկնի դռնեդուռ եւ ցանկանալ ձայներ կորզել։ Ընդ որում լրատվությունը երբ նայում ես ու տեսնում ես, որ համենայն դեպս ավելի հեռու, ավելի փոքր համայնքներում այնտեղ սպառնալիքի լեզվով են խոսում մարդկանց հետ, հա, ստիպում են, վախեցնում են, հա, որ կատարեն իրենց ուրեմն իշխանական ընտրություն կատարեն։ Մի վախեցեք, գնացեք ձեզ հավատալով, արժանապատվորեն, եթե նույնիսկ կասկածում եք, կասկածելով գնացեք ձեր ձայնը տվեք։ Մենք այսօր պիտի հասկանանք, որ հայ մարդը, ամեն մի անհատ մարդը ինքը արժեք ունի, մեր ինքնագնահատականը պիտի բարձրանա, մենք այս զոհի վիճակից պիտի դուրս գանք եւ իսկապես հավատացեք, որ մենք կարող ենք ոչ միայն փրկվել անձամբ, որովհետև եթե սրանք հաջողեն, դուք անձամբ բոլորդ թիրախավորված եք լինելու։ Տեսեք, մարդիկ կան, որ ասենք իրենց անկյունում կոնֆորմիստական չեն ուզում խառնվել, եթե նույնիսկ տեսնում են այս ամբողջ այս բացասական այս գարշելի ընթացքը, իրենք մտածում են դե լավ պայքարում են ուրիշները, ես ինչ գործ ունեմ, հա, ռուսերեն մի հատ արտահայտություն կա, մայա խատա սկրայու։ Մեկ էլ տեսնում ենք, որ ուրեմն աչքդ թարթում ես, ում դրանն ասես, այս ուխտը չոքում է։ Կամ թշնամացնել այն երկրի նկատմամբ, ում հետ դու ունես ընդհանուր շահեր, ում հետ դու ունես այնպիսի տնտեսական հարաբերություններ, որոնք ավելի քան նպաստավոր են քեզ համար։ Հիմա ինչ եք ուզում այդ հակառուսականության համար, հա, ցանկացած ուրեմն հայանպաստ դիրքորոշում այսօր չի կարող թշնամական դիրքորոշման հետ զուգակցվել Ռուսաստանի ուրեմն հետ։
ժողովրդին գիտեք ինչ ես նույնիսկ մտածում եմ որ երբ իրենք Ռուսաստանի հետ հարաբերությունները այսպեսին են դարձնում եւ արդեն ռուսական ուրեմն ամենաբարձր ամբիոններից մենք լսում ենք հա նախազգուշացումներ եւ այլն արդեն որ տեսեք գազ է սպես չգիտեմ հա ձեր ապրանքները եւ այլն այսպես մենք լսում ենք արդեն այդ նախազգուշացումները եւ արդեն կոնկրետ գործողությունները այն ծաղիկների պատկերը այո ահա այո ահա բայց դուք տեսեք մյուս կողմից ըստ էության հասնելով սրան քանի որ այսօրվա մեր իշխանությունների բոլորովին հա այսպես իրենց միտքը իրենց նպատակը չէ որ բարօրություն ստեղծելը չի մեր ժողովրդի համար իրենք մի հատ նպատակի են հասնում հա այսինքն հասնում են նրան որ մեր ժողովուրդը կսկսի ճգնաժամային վիճակի մեջ հա առանց լույս առանց չգիտեմ գազ առանց ջուր առանց ջերմություն եւ այլն հա այսինքն նորից թիրախում հայտնվում է ժողովուրդը իսկ գուցե սրանով ոչ իրենք հասնում են իրենց հաջորդ նպատակին իրենց պետք է չէ ասում են ինչու չես մեռել իրենց պետք է դա եկեք մենք դա թույլ չտանք այս հակառուսական տրամադրությունները դրանք կործանարար են եկեք մենք մեր արժանապատիվ կեցվածքի մեջ լինենք հա լինենք հայամետ հա հայասեր հայամետ սիրենք մեր երկիրը մեր հայրենիքը մեր պետությունը պետության գոյությունը պետք է գնահատել հա եւ մի հատ նայենք տեսնենք ում հետ են մեր շահերը համընկնում ում հետ կարելի է բարեկամություն անել ում երախը չի կարելի գնալ եւ ընկնել ուրեմն պետք է գնալ ընտրությունների պետք է գնալ արժանապատվորեն չվախենալ մենք բոլոր դեպքերում իրենք չեն կարող տոտալ վերահսկողություն իրականացնել դու այդ փոքրիկ խցիկում երբ դու ուրեմն գրիչը ձեռքդ որոշում ես կայացնում դու մենակ ես ու վերահսկված չես հա խիզախել է պետք բոլոր դեպքերում մեր ներքին վախերը հաղթահարել է պետք եթե ուզում ենք ապրել իսկ ապրել ուզում ենք ոչ միայն ապրել ենք ուզում այլև ուզում ենք բարգավաճել ուզում ենք որ մեր երեխաները լավ հայրենիքում ապրեն գիտեք ինչ մի հատ փոքրիկ երկիր է հա նորմալ կառավարման դեպքում կարելի է շատ արագ ծաղկեցնել այս երկիրը եկեք չընկնենք այս հոգեբանական ծուղակների մեջ որոնք տարիներ շարունակ լարված են մեզ համար հա եւ մինչեւ այսօր չակուճի տեսքով ուրեմն սպառնում են մեզ մեր գոյությանը երկու վախը մի մահ է պսի արտահայտություն կա չէ չվախենալ եւ հավատալ ինքդ քեզ արժանապատիվ լինել սա իմ հորդորն է ես ուզեմ ներկա այսպես երեք հիմնական ուժ կա այդպես ընդդիմադիր ես կխնդրեմ յուրաքանչյուրի հետ կապված ըստ ձեզ հասարակության հանրության տրամադրությունները ինչով են պայմանավորված ինչպես է ինչ է անում այսօր ընդդիմությունը եւ ինչ թե քիչ անում պետք է ավելացվի եւ ինչն է բավարար անում եւ հենց սա լինելու է տրիգերը որոշ ժողովուրդի գնալու է նրանց կողմը եւ իսկ սկսենք նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքից համեցեք Հայաստան դաշինք ուրեմն ես գտնում եմ որ այս հիմնական երեք ուժերը որ կան իրենք փոխլրացնող են եթե տա Աստված իրենք կարողանան անցնել երեքնել այս երեքի համագործակցությունը շատ արդյունավետ կլինի մեր երկրի համար որովհետև երկիրը իսկապես ծայրահեղ վատ վիճակի մեջ է գտնվում գիտեք ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ուրեմն առաջնորդած ուժին գիտեք ինչ տարիների ընթացքում երկրորդ նախագահի նկատմամբ այնպիսի սև քարոզչություն է իրականացվել նույնիսկ իր ուրեմն ղեկավարած տարիներին այդ սև քարոզչությունը որը մենք տեսնում ենք այս նույն սև ձեռքի գործն է եղել եւ մինչեւ հիմա կա որ քարոզչությունը ուժեղ բան է գիտեք դա տպավորվում է նստում է մարդկանց գլուխներում եւ այլևս դուրս չի գալիս հիմա Քոչարյանը եւ Քոչարյանի ուժը իրենց համար առաջնային հարց է այ կոտրել այս սև քարոզչության թողած հետքերը ես որքանով կարողանում եմ հետևել ընթացքին սա ուրեմն իրենց հաջողվում է թերևս
ինչ որ չափով դանդաղ, բայց համենայն դեպս այդ անիվը պատտվում է, հա, այդ ուժը իսկապես ուժ է, որ իր ետևից տանում է այն մարդկանց, գիտեք, ովքեր փորձում են ստապ նայել, փորձում են համեմատություն անցկացնել այն տարիների հետ, որ ուրեմն երբ Ռոբերտ Քոչարյանն էր իշխանության ղեկին, եւ այն տարիների հետ, որտեղ այսպես մենք ունեցել ենք ուզուրպացված արդեն դրածո իշխանություններ եւ այս համեմատության մեջ եթե մարդիկ ստապ տրամաբանական մոտեցումներ են ունենում իրենք տեսնում են որ չէ այս մեր գլուխը մցրած այդ մտքերը հա Քոչարյանը սա է այդ ոնց որ այդքան էլ են չեն հա եկեք համեմատենք տեսնենք եւ ահա մենք տեսնում ենք որ շատ ու շատ մարդիկ իսկապես արդեն այդ ծիրի մեջ են իրենք կարողանում են իրականությունը տեսնել ավելի ստապ աչքերով եւ ի վերջո Քոչարյանը այն գործիչն է, որը ճգնաժամային երբեմն անելանելի թվացող իրավիճակներում կարողացել է ճշգրիտ որոշումներ կայացնել եւ երկիրը առաջնային ձևով գիտեք ինչ անվտանգությունը ապահովել մենք ամենաանվտանգ ժամանակաշրջանները այդ ժամանակ ենք ապրել թշնամին նույնն է եղել իր նույն նկրտումներով նույն ցանկություններով բայց անվտանգությունը ապահովել է տնտեսական աճ է ապահովել չէ որ դա մեր աչքի առաջ է եղել ուրեմն սա երկրորդ նախագահի ուժի մասով մյուս ուժը դա որը ես էլի շատ բարձր եմ գնահատում դա ուրեմն Սամվել Կարապետյանի գլխավորած ուրեմն դաշինքն է, որը գիտեք ինչ ամեն վարքյան ապացուցում է, որ մեր այս փոքրիկ սրբազան երկիրը իր ժողովրդով, հա, իր շատ ու շատ դրական հատկանիշներ ունեցող ժողովրդով կարելի է բավականին արագ զարգացնել տնտեսապես եւ ապահովել անվտանգություն։ Այսօր մեզ ինչ է պետք ապահովել անվտանգություն եւ տնտեսական զարգացում ապրել։ Ուրեմն այս ուժը գիտեք ինչ ինքը կյանքով է ապացուցել, որ ինքը ունակ է։ Կյանքով դե գիտեք ինչ գիտեք ինչ այդ էժանագին մոտեցումները կարող են ընդամենը մակերեսային էֆեկտներ ունենալ եւ ես շատ կխնդրեմ որպես հոգեբան այս ուժերին, այս ազնիվ ուժերին, որոնք մտել են այս ծանր պայքարի մեջ եւ այս ծանր պատասխանատվությունը պատրաստ են վերցնել, գիտեք ինչ սրանք ծուղակներ են։ Սա հոգեբանորեն շատ հասկանալի է, երբ քեզ ինչ որ մի հատ գարշելի բան են ասում, հա ինչ որ մի հատ տգեղ, տհաճ, զազրելի ինչ-որ արտահայտությամբ քեզ դիմում են, առաջին ռեակցիան որն է մարդու, պատասխանել, հա, մոտավորապես նույն կարգի պատասխան տալ։ Ուրեմն շատ գլուխ գովալու բան չի, հա, այդ հայոյանքները, այդ զզվելի արտահայտությունները եւ այլն բոլոր մարդիկ էլ գիտեն, բայց բոլոր մարդիկ չէ որ իրենց թույլ են տալիս։ Հիմա որն է սրա նպատակը, հա, որ ինքը իջել Աստված գիտե ինչ մակարդակի, ինչ բառերով է խոսում, ինչ է ասում, ոնց է դիմում արժանավոր մարդկանց։ Նպատակը նա է, որ այդ արժանավոր մարդիկ չդիմանան եւ այդ անմիջական հոգեբանական ռեակցիան ունենան, պատասխանեն նույն մակարդակի ինչ որ բաներով։ Ինչ է սա իրեն տալիս։ Սա ծուղակ է։ Իրեն տալիս է հետեւյալը. Ինչ եք մենակ իմ անունը տալիս, տեսեք լե ինքը ինչ բառեր օգտագործեց։ Նենց որ նույնն է, այտենց չմտածեք, որ իրենք չգիտեմ ովքեր են, հա։ Ես շատ կխնդրեի կհորդորեի կուլ չտալ այս խայծը, հա, որովհետև նորից եմ կրկնում, հայոյանքներ, գրեյք արտահայտություններ եւ այլն, բոլոր մարդկանց գլուխներում էլ տեղյակ են, հա, մարդիկ այդ բառերը գիտեն, բայց իրենք ուզում են ցածրացնել, որ մարդկանց աչքում ասում են, ինձ եք ասում ցածր, բոլորն էլ ցածր են։ Իհարկե արժանապատիվ հակա, ուրեմն, այսպես պետք են հակադրումներ։ Այո, ասում են։ Այո, բայց բոլոր դեպքերում այո, ինչն էլ այդ խոսույթի իրենք ավելի ազդեցիկ են։ Իհարկե այդ պատասխանները նույնպես ազդեցիկ են։ Մարդիկ տեսնում են, ասում են, տես պատասխանը տվեց, հա, այդպես ուժեղ լինելու այդ զգացողությունը ուրեմն իհարկե դա տալիս է, բայց բոլոր դեպքերում ինքը այն, ահա, ամենացածր Աստված գիտի հատակի վրա է
այս մարդիկ իրենք հատակի մարդիկ չեն, հասկանում եք։ Իրենք այդպեսին չեն, իրենք չեն էլ կարող իջնել ու պետք էլ չէ որ իջնեն։ Եվ Անդրանիկ Թևանյանին մենք տեսանք վերջերս Այո։ կանոնավորեցին պետական դավաճանությունը ամբողջությամբ հայտարարվել է այս գործով իրականում հաստաբաններն են նշել ինչ է տեղի ունենում ինչ նպատակով է հետապնդում եւ պարոն Թևանյանն էլ իր խոսքում անդադ ասել է պետական դավաճանները դուք եք Այո։ իշխանությունը դուք եք Թուրքի կոշիկ լիզով իշխանությունը դուք եք խնդրեմ Դե գիտեք ինչ, իրենք գնում են գլխատելու ճանապարհով։ Եվ ինչքան ավելի մոտենում են ընտրությունները, այդքան ավելի իրենց ձեռնտու են համարում գլխատելը, այսինքն այն գործիչները, որոնք առաջնագծում են, որոնք պայքարի ուրեմն այդ դրոշակակիրներ են, իրենց համար շատ բարձ է տրամաբանությունը, հա, իրենք վտանգավոր են համարում եւ ուրեմն օրենք խախտելը, քանի որ իրենց համար այսպես վաղուց ի վեր մի հատ շատ սովորական, շատ հասարակ բան է դարձել, մի հատ իշենք, հա, ովքեր են այսօր բանա ազատազրկման մեջ։ Մենք ազատազրկման մեջ Բաքրատ Սրբազան ունենք, մենք ազատազրկման մեջ Աշոտ Երկաթ ունենք, որ մեկին ասես ազգի էլիտան, ես դեռ Բաքվի բանտերին չեմ անդրադառնում, հա, այսօր սրանց ձեռքով ազգի լավագույն, հա, երախտավորները, ներկայացուցիչները բանտում են, այսօր խանգարում են առաջնագծում պայքարողները, որովհետև իրենք ուրեմն այդ հույսերն ունեն, որ եթե այս մարդկանց ուրեմն հանեն, հա, ուրեմն այսպես ազդեցության լծակներ չունենան այս մարդիկ, ուրեմն իրենք կհաջողեն, բայց թող այստեղ էլ իրենք մի լավ բան իմանան, հա, մի կարևոր բան ունենան, որ այսպիսի իրավիճակներում, ճգնաժամային իրավիճակներում ծնվում են նորերը, հա, միշտ առաջ են գալիս փոխարինողներ, եւ այդ փոխարինողները կարող է ավելի կտրուկ լինեն, ավելի արդյունավետ նույնիսկ կարող է լինեն, որովհետեւ երբ դանակը ոսկորին է հասնում, հա, երբ դու տեսնում ես, որ արդեն բոլոր կարմիր գծերը խախտված են, նոր գործիչներ կհայտնվեն, եթե նույնիսկ դուք փորձեք անազատության մեջ պահել այսօրվա առաջամարտիկներին, հա, հայտնվելու են նորերը։ Միևնույն է, ճիշտ եք անում, որ վախենում եք։ Ձեր այս բոլոր քայլերը իհարկե վախից են բխում, որովհետև դուք գիտեք ձեր արածը, եւ ձեզ պետք է ձեզ փրկելու համար, ձեր կաշին փրկելու համար, որ այսօր ոչ հայ լինի, ոչ էլ Հայաստան լինի, բայց ուրեմն դա չի լինելու եւ հասարակության տրամադրությունները խոսում են այդ մասին։ Գնացեք ընտրությունների, հավատացեք ինքներդ ձեզ, ամեն մի տանը նստած մարդ ջուր է լցնելու այս ազգակործանների ջրաղացին։